Օրերս Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը և գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Վանաձորում կազմակերպել էր գիտաժողով։ Միջազգային կազմակերպություններում Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը միջազգային անվտանգության, տնտեսական և բնապահպանական կայուն զարգացման ոլորտներում թեմայով։ Գիտաժողովին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավագանու անդամներ։ Մինչ գիտաժողովի սկիզբը կազմակերպիչները Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոժժիկիտովի գլխավորությամբ հանդիպում ունեցան Լոռու մարզպետարանում։ Փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը ողջունեց հյուրերին, պատրաստակամություն հայտնելով հետագայում համագործակցել և որևէ մարզի հետ բարեկամական կապեր հաստատել։ Իսկ արդեն գիտաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը։ Նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ կենտրոնը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում տարբեր պետությունների հետ։ Գիտաժողովի համար ընտրվել է Լոռու մարզը, որովհետև բավականին ակտիվ և կայուն մարզ է։ Ղազախստանը հիմա ակտիվ զարգանում է և ցանկություն ունեն մեր մարզերի միջև համագործակցություն իրականացնելու։ Նա կարևորեց երկու երկրների միջև փորձի փոխանակումը։ Պետք է շփվել, պետք է աշխատել, պետք է համագործակցել, ամեն երկրի հետ միշտ գտնվում են շահեր, հետաքրքրություններ համատեղ, ու դա է պատճառը, որ մենք ակտիվ հետևությամբ աշխատում ենք։ Այսօրվա կոնֆերանսը նվիրված է Ղազախստանի և Հայաստանի հարաբերություններին տարբեր ոլորտներում, սկսած միջազգային կառույցներում մեր համագործակցությունը, օրինակ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, հավաքական անվտանգության պայմանագրում, վերջացրած շատ կարևոր տնտեսական, էկոլոգիայի ոլորտի համագործակցության։ Ստեփան Գրիգորյանը կարևորում է ցանկացած հանդիպում, կարևորում է, քանի որ առաջ են քաշվում նոր հիմնախնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համագործակցության արդյունքում և զարգացնել մի շարք ոլորտներ։ Այս տիպի հանդիպումները, կոնֆերանսները կարող են հանդիսանալ խթան, ասենք, մի շարք ոլորտներում։ Օրինակ, ինչու մենք ընտրեցինք հենց Լոռու մարզը, հենց Վանաձորը։ Բոլորդ գիտեք, որ Լոռու մարզը հենց սովետական ժամանակվանից բավական զարգացած արդյունաբերություն ուներ, բավական ակտիվ մարզ է, բավական ստեղ ակտիվ է հասարակությունը, ու հենց ստեղ համոզված եմ, որ կարող են ծնվել հետաքրքիր գաղափարներ, մտքեր։ Գիտաժողովի ընթացքում եղան նաև այլ ելույթներ։ Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության հյուպատոս Ժանբոլատ Աբուն և գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը ներկայացրին Ղազախստանն ու Հայաստանը միջազգային կազմակերպություններում։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը և Լոռեցիների միավորում հասարակական կազմակերպության տնտեսական փորձագետ Աշոտ Բրուտյանը ներկայացրին Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը տնտեսական և բնապահպանական կայուն զարգացման ոլորտներում։ Լոռու մարզում գիտաժողովի կազմակերպմանն աջակցել էր Լոռեցիների միավորում հասարակական կազմակերպությունը։ Միք հեռուստաընկերություն, լուրեր։